այս համակումարը օրհնողներ ընդեմ շինարարներու է խորակիրը ուզեմ սկիզբեն ասել որ ասնույթը դալուն նպատակը քարոզմը դալ չէ եւ բնավ իբրև քարոզմի ընդունիկ ինչքան կրնակ նոթ արեք ցերկովը գրեցեք գեդեր որոնք շատ պիտի լան շատ գեդեր պիտի դամցեզի որբեսի գարենակ վերջը օկտվիլ որովհետև մենք ինչ որ ենք վերջ չգա Քրիստոսով փոփոխություն չունի բայց ինչ գնենք եւ ինչ չենք աներ մեծ դարբերություններ կբերե կավելցնե եւ կբացեցնե հետեւաբար մենք չփավարարվենք մեր ով ըլլալեն նայենք ինչպես մեր ով ըլլալը պիտի կորձի տնենք մեր առօրյային մեջ եւ ասիգա մեզ մեջ է բանջված իբրև գադարելություն եկե գադարյալն ենք ամեն ինչ բնավ ասված լավ գիտե այդ մեկը գիտե որ մինչև իրեն հանդիպելով հավիտենականության մտնելը մենք գադարյալ չենք կրնարըլալ բայց մենք կրնանք ամեն օր գադարելու թենեն համը ավելցնել մեր առօրյային վրա հետևաբար իբրև մուտք մեր նյութին գուզեմ այսպես ըմբռնում ունենաս Աստված իր գադարելիքը գծեվավորե անհադին հավատացյալին սիրդի մեջ նախքան ֆիզիկապես երևիլը լա անհադին կյանքի մեջ լա անհադին միջոցով գադարելիք ծառայության մեջ նախ գծեվավորե Աստված մեր սրդին մեջ վերջն է որ գերևի ֆիզիկական աշխարհին մեջ օրինակ առնենք Նեեմիայի մարգարեութենեն Քիրքեն Նեեմիա միայն օրհնության համար աղոթող մարդ մչեր իր բացության համաձայն ան շինարարի նկարակիր ուներ մոդեցում ուներ ինչպես Բողոս իր ղարքին միայն ժամանակավոր հանգիստը չեղավ ժողովրդին իր ծառայության միջոցով անաբրեցավ մնայուն բանը մնայուն հաջողությունը շինելու համար յուրաքանչյուր անհատի կյանքի մեջ ասոնք բադահական բաներ չեն որ Բողոս այսպես էր այդ ինչը ուրիշ ցև է ինչ որ գերևի Բողոսի կյանքի մեջ Նեեմիայի կյանքի մեջ Սուրբ Հոգին հարազատ իրական մոդեցումն է հոգևոր կյանքի եւ Աստծո թագավորության գարույցի մեջ ծառայելու շինարարներուն հատկություններն է որոնք չեն շարժիր հարմարության համաձայն շինարարները չունին այդ մեկը որ ասեն հարմար է ինձի հարմար չէ ինձի շինարարները չեն նայիր 4 կողմի մարդիկը ընդունեցին կամ չընդունեցին շինարարները մեկ կետրոնացում կունենան իրենց ունեցածին չունեցածին չեն նայիր որովհետև ժամանակ չեն գործընծներ իրենց ունեցածով չունեցածով Աստծո գործը անելու ընդհանրապես շինարարները Աստծո ներկայության կգենան որպեսզի իրենց առաջնորդությունը այդ դեղեն սկսի Աստծո շնորհքով գշարժին նվիրումով եւ գշարժին միաժամանակ գոդրվածությունով Ուզեմ ցեզի ասել նաև որ գոդրվածությունը բնավ չի նշանակեր միամիտ լաս, խապված լաս, իրավունքներդ զրկված լաս, բնավ գոդրվածությունը իսկապես սրդի ներքին գեցվածքին հետ կապված է, որ առաստված քու նվիրումիդ կապված է։ Նեեմիա, եթե բացության նայենք, նախքան թփչեր որևէ բարիսպի քարիմը բادرون Աստված անոր սիրդին մեջ արդեն փամշինած էր երբ Նեեմիա իր քայլերը արավ եւ մենք պիտի տեսնենք այսօր իր քայլերը արավ որբեսի այդ կորձը ընե կտեսնես որ Աստծո արչեւ գենալը ավելի երկար ժամանակ էր քան կորձին գադարումը որ շատ ավելի պետք է երկար ժամանակ առներ աղոթեց
ծոմաբահություն հրավ եւ գնաք երևի գալ մոտ 4 ամիս Աստծո արչև գեցավ Աստծո գամքը ներքնաբես ճանչնալու եւ ըմբռնելու համար։ Եթե մենք մեզի քննենք հավատացյալներս, շատ անգամ մենք թրթված գլանք Աստծո գամքը, որ գիտենք կարգմունիտերու շուրջ, այդպես կփորձենք շարժիլ։ Քեզ չէ։ Խոնարհություն է կփորձենք Աստծո գամքը գադարել, բայց արդյոք այս բահուն ճիշտ Աստծո ուզածը եւ ուզած առաջնորդությունը գրծած երկ բերել, այդ մեկը հարցականի դակ կլա։ 4 ամիս քիշեր ցերեկ աղոթքով, ձոմով, լալով իր սրդի մեջ փորձեց հասկանալ հոր գամքը եւ իր դրոպումները, զգացումները դարձուց հոր գամքին համացայն։ Գսե Նեհեմիա 1:4-ի մեջ երբ այս խոսքերը լսեցի, այսինքն Երուսաղեմի բարիսպին փլիլը այրված լալը, թուրերուն այրած լալը, նստա, լացի ու քանի օր սուկ բռնեցի եւ ձոմ բահելով երկինքի Աստծուին աղոթքրի սուկը եւ ձոմը երկու տարբեր բաներ են։ Սուկի միջոցով հայտնեց, որ Աստծո ժողովուրդը գդարաբի եւ ինքը իր վրա մոխիր տապեց, ինքն իր վրա գարձես ինքն էր բաժարը եւ գարձես ինքն էր ցավողը, այդ վնաս գրողը, այդպես գեցավ դերոջ արչեւ, որովհետեւ նաեւ դիրոջ ժողովուրդն է եւ ձոմրավ եւ աղոթ կրավ Աստծո այդ մեկին ազատությունը տեսնելու համար Աստծո հետ իր աղոթքի մեջ։ Մենք մեզի հարցում պիտի տանք, մենք գաբրինք այսօր երկրի վրա, երկրի պայմաններուն համաձայն մեր կյանքը շարունակելու, թե մենք ալ գգրենք ցավեր, փերեր մեր սրդին մեջ Աստծո ժողովրդին համար։ Քանի անգամ հարցում հարցնենք, ձոմրածենք քրիստոնյաներուն համար, քանի անգամ ձոմրածենք անհավատներուն համար, քանի անգամ Աստծո արչև գեցածենք Հիսուսի տապած արյան սրբությունը բերելու մարդոց վրա, որ հերույ են Քրիստոսով, ասոնք ցույց կտան մեր սիրտը ինչքանով շինարարի գեցվածք, շինարարի երևույթ ունին։ Հետևաբար նախքան բարիսպին բادر եւ արիրած սրդերը շիներ, Նեհեմիա իր սիրտը համահունչ դարձուց Աստծո գամքին հետ։ Աստված իր սիրտը նորոգեց։ Մեր սիրտերը կնորոգվին, ինչու գիտեք, մենք մեկ լուր եթե լսենք թարն, մեր սիրտը կգոդրվի։ Ամենասիրած մարդդ, եթե քեզի մեկա ցավցնելի խոսք մսե, կամ որևէ բան ասե, որ թուն վիրավորվեցար, բնականաբար թուն կգոդրվիս ներքնաբես։ Մենք գազդվինք եւ որ ազդվինք, այլևս չենք կրնար հաղորդակցությունը շարունակել։ Կյանքը երկրի վրա այդպես մեզի կգոդրե եւ դժվարություններ կուտա մեր կյանքին ընթացքին։ Հետևաբար մենք պետք ունենք շարունակ նորոգվելու։ Մեր նորոգվիլը Աստծո աղոթք ընելով չլար։ Մեր նորոգվիլը աղոթքի ժամանակ իրեն հանդիպելով գլաս։ Երկու տարբերությունը լավ պետք է հասկանանք։ Հավատացյալներու վարժություն մգա իրենց պետք է գտանին Աստծո արչև գտնեն դեր սիրտը շատ կծավի, ես շատ նեղված եմ, ես ցավ ունիմ, ես կորձի պետք ունիմ, ես հաջողության պետք ունիմ, ես առողջության պետք ունիմ ինձի դուր եւ գելեն։ Աստված գարձես իրենց կորձավորը լար։ Թեև Աստված մեզի պիտի ծառայե, բայց մեր կորձավորը չէ։ Մեր իրեն հետ հարաբերությունը այդպես չէ, որ մենք իրեն գսենք ինքը գնե։ Մեր իրեն հետ հարաբերությունը հանդիպելով կգադարվի։ Եվ որ ես իրեն կհանդիպիմ, հանդիպումի այդ շփումը բնականաբար գարցակե այդ թեղաթափը, որ իմ վերքս ցավս ներքին աշխարհիս վիճակը փուժելու կսկսի։ Անորոմար մենք չավարտենք մեր հանդիպումը հարաբերությունը Աստծո հետ միան աղոթք կնելով, գենանք նույնիսկ եթե փարչսենք։ Մեր նվիրումը հիշենք, իր գամքը գադարելու մեր փափակը արդահայտենք ներքնաբես, ադիգա ամենամեծ եւ ամենազորավոր
հարաբերության գաբը բիդել Աստծո հետ։ Մենք չենք տեսներ նոր գդագարանի մեջ մարդիկ երկար աղոտ կնեին հրաշք տեսնելու համար։ Շատ գեղեցիկ է մենք փորձառության անցնենք այս։ Կտեսնենք Հիսուսի անունով գսեին եւ կվերջանար, որովհետեւ գահանեին ինչ որ իրենց մեջ ունեին։ Իրենց նվիրում են գահանեին, Սուրբ Հոգին այդպես կշարժի։ Հետևաբար շատ կարևոր է, որ մենք այսպես նկատի առնենք։ Տեսեք, կորձը, որ Նեեմիայի միջոցով պիտի ելար, պետք է օրենքով դարիներ առներ։ Դարիներ, այսինքն ինքը դաջարին բարիսները շինելը մոտ 10 տարի գուզեր։ Մոտ 10 տարի գուզեր։ Իսկ շինարարությունը կոնեմ պետք է 3 տարի առներ։ Այսքան երկար ժամանակ գուզեր։ Բայց տեսեք, միայն 52 օրվան մեջ վերջացավ։ 52 օր օրվան մեջ շինեցին, բայց 4 ամիս աղոտ կրավ։ 4 ամիս ներքնաբես դերոճմով հաստատվեցավ, հիմնվեցավ եւ 52 օրվա մեջ շինեց։ Աստծո հանդիպելուն արդյունքը նույնիսկ ֆիզիկական շինարարության վրա ազդեց։ Նորմալ շատ կարևոր է։ Նեեմիա 6:15 գսե բարիսպը Իլուլ ամսվան 25-րդ օրը 52 օրվան մեջ լմնցավ։ Հետևաբար գուզեմ նախ երկու դեսակ անձնավորությունները մարդիկը նկարագրել քեզի։ Աստծո արքայության մեջ կան երկու տեսակի մարդիկ։ Երկու կնալ հավատացյալներ են, երկու կնալ զավակներ են, բարձորեն կդարբերի իրենց մոտեցումները։ Օրհնողները կան, որոնք կքաչալերեն մարդոց, որոնք կմխիտարեն մարդոց, որոնք լավ խոսքեր կսեն մարդոց։ Կան նաև մարդիկ, որոնք կսիրեն քաչալերվիր, կսիրեն լավ խոսքեր լսել, եւ ընդհանրապես կսիրեն մարդիկ իրենց աղոթեն եւ իրենք օծության այդ ազդեցությունը վայելեն զգան։ Ասում օրհնողներու կատեգորիային կպատկանին։ Կան նաև շինարարներ։ Շինարարները այն մարդիկն են, որոնք փեր կգրեն։ Իրենց առօրյայի մեջ փեր գրող մարդիկ են։ Երկու քին վճարող մարդիկ են։ Երբ իրենց յանքին գնայիս, շարունակ կտեսնես, անկախ որևէ մեկ բարակայի, կտեսնես այս մարդիկը փեր գրելու միշտ պատրաստակամություն ունին, կնկատես այս մարդոց կյանքի մեջ ընդհանրապես շարունակողական է քին վճարելը։ Այսինքն որևէ ժամանակ, որ բանիմը նկատմամբ Աստծո թագավորության կորձին համար քին վճարել գա, այս մարդոց մե ոչ չես լսեր։ Փոխարեն քին վճարել կնշանակե, որ այս մարդիկը լեցուն ուրիշ բաներ, որոնք կրնան շատ կարևոր ալլալ, կրնան հրաժարիլ եւ իբրև քին վճարել, որ Աստծո կորձին մեջ իրենց ներդրում ունեն։ Քին վճարողներ գլան։ Երրորդ կարևոր բանը, այս մարդիկը մնայուն բաներ կշինեն։ Շինարարները մնայուն բաներ կշինեն, այսինքն միշտ կմտածեն հիմա ինչ կնե, իր ռազը ինչպես պիտի օգնե վաղվա, ինչպես պիտի օգնե քալիքին, ինչպես պիտի օգնե երբ փորձություն ունենա, ինչպես պիտի օգնե երբ դժվարություն ու հիվանդություն ունենա, ինչպես պիտի օգնե իր այսօրվա ռազը վաղվան սերունդին, երբ նոր սերունդը կա։ Երեք աղջիկս կհարցներ ինձի, որ դու ինչ կնես, նյութի մշուրջ կխոսեին, իրեն կբացատրեի, կպատմեի, որ ինձի կսեր ինչու համար քարոզները ամբողջ կկրես, կսեի, որ քարոզներս կկրեմ, որովհետև ինձ մեվերջ լեցուն մարդիկ պիտի կան։ Ինձ մեվերջ եկողները պետք է այսօրվա իմ ներշնչումից բավարար չափով կարելի եղածին չափ բաներ ունենան, որում վրա իրենք եւս իրենց բաժինը հիմնեն։ Եվ հետևաբար միշտ դեպի արչև մտածելը, անթին մտածելը շատ կարևոր է։ Մենք երբ Լիբանանի մեջ մեր ծառայությունը սկսանք, ես կրնայի ունենալ այդ հնարավորությունը, որ բարձորեն եկեղեցի մալանք, առանց որ մտածենք, որ հարաճիգային համայնք դառնանք եւ կամ մենք ունենանք պատրաստություններ, որ համայնքը ինչպես պիտի շարունակե յետքը, բայց ադիգա անընդունելի էր եւ անարդար էր կալիք սերունդին համար, այդ պատճառով մենք այդ բաժինը եւս որոշեցինք անցնարնել եւ պատրաստություններ տեսանք անշուշտ այդ մասին։
Պետք է շատ ուշադիր լալ, որ օրհնողները ընդհանրապես դվյալ բահիմը գխոսին։ Դվյալ բահիմը մեջ գնեն, ինչ որ գնեն, շինարարները սերունդներ կգերդեն։ Երկուքը կծարայեն, բայց մեկը այդ բահու մտնոլորդին համացայն արդահայտություն կունենա, իսկ մյուսը բնավալ չաստվիր հավանաբար ներկա բահի արդահայտությամբ, հավա նոր սերունդ կփորձե գերդել, պատրաստել։ Ինչպես ասի շինարարները գծնին գոդրվածուտենե։ Նեեմիա իր կորձը չսկսավ հadouk ռազմավարություն ունելու։ Գուզեմ գիտնաս, որ Նեեմիայի միտքը, Նեեմիայի կյանքը բալադին մեջներ, բալադին մեջ լավ թիրքի մեջ էր եւ ինքը գրնար շատ հեշտությամբ լավ ռազմավարությունը, ստրատեգիա անել, թե ինչպես կարելի է բարիսպները բանի Երուսաղեմի շինել։ Բայց ինքը սկիզբը ռազմավարություն չերավ, իր կորձը սկսավ արցունք թափելով։ Համը, որ մենք այսօր ունենանք, որևէ խնդիր ունենանք, մեր միտքը վերլուծելու կսկսի։ Քանի օքի իր խնդիր ունենան է շուտով միտքը վերլուծելու կսկսի, քանի օքի ուրեք։ Միտքը վերլուծելու կսկսի, չէ՞։ Նեեմիա չարդոնեց, որ միտքին վերլուծումը լա հիմնական հաջորդ քայլը, Նեեմիա միջապես սկսե արցունք թափեց, դերոջ արչև լացավ, աղոտ կրավ, որովհետև չվստեցավ իր մտքի կարողության, իր ցերկի կարողության, չուզեց չգրծավ վստահիլ տեսնել թակավորական բալադի մեջ իր թիրքին եւ գարելիություններուն, ուզեց տեսնել Աստծո ժամանակները ինչպես են։ Ուզեց հասկանալ, թե Աստված այս գործի մեջ իր հետն է, թե իր հետը չէ։ Շատ կարևոր է։ Աստված մեզի հետ է, շինարարի տեսակետ է, մտածելակերպ է, Աստծո գործը բիտնե մսելով շուտով խելքը գլուխը բամը որոշե եւ ընե, ադիգա օրհնողի գործ է։ Շինարարը գնայի Աստծո ժամանակները երբեն։ Անիգա սկիզբը երբ լսեց Նեեմիա 1:3-4-ի մեջ կսե քերուտենեն ազատվածները խավարի մեջ մեծ նեղության եւ անարգության մեջ են ու Երուսաղեմի բարիսը փլած եւ անոր թրները գրագով այրված են եւ երբ այդ խոսքերը լսեցի գսե նստալացի քանի մորսուկ բռնեցի եւ ձոն բահելով երկինքի Աստծուն աղոտ կրի նյութը իր մտքի մեջ վերլուծումի չկնաց նյութը իր սրդի մեջ Աստծո հանդիպելու կնաց չսավ իրենց սխալն է չսավ պետք է ցերկ-ցերկի դան կորձնեն չսավ լեցուն բաներ որ մեկումը միտքը գրնա քննադատել այբանել եւ ասել Աստծո արչեւ գեցավ ասավ Աստված ամենամեծն է եթե ես իր մե պատասխան առնեմ այդ կորձը ընելու առաջնորդություն առնեմ մնացածը բոլորը իրարուկով կովի գանտիբին ասիգա շինարարի մոդեցում է Աստծո արչև իր անձը դրավ, իր աղոթքի մեջ ասավ ես ալ, ժողովուրդս ալ, բոլորս ալ քո արչևդ մեղանչեցինք, մեզի այդ պատահածները արդար են, իրավունք են, բայց հիմա ես քո արչևդ կգենամ, մեղքերու թողություն կխնդրեմ, խառնեց ինքզինք ժողովուրդին ըրածներուն հետ միասին եւ հոն ճիշտ գոդրվածության մեջն է, որ իսկական շինարարությունը կսկսի մեր սրդին, մեր սիրտը կշինվի, մեր սիրտը իբրև հավատացյալներ Աստուծո հետ առաջնորդվելու կսկսի, հոգևոր իմաստությունը կունենա այդ բահուն, երբ գոդրվածությունը կործատրության կտրվի մեր սրդի մեջ։ Գուզեմ լավ ըմբռնեք, կործատրության կտրվի մեր սրդի մեջ։ Տեսեք Սաղմոս 51 այս մասին գսե 17-րդ համարի մեջ Աստուծո զոհը գոդրած հոգին է, գոդրած ու խոնար սիրտը, ով դեր Աստված թուն չես անարգեր։ Սա կնշանակի նաև հակառակը, եթե սիրտը գոդրած չէ, կրնա անարգվել։ Ստակ է չէ, չսեր
հավատացյալին տուն չես մերժեր։ Հիսուս չսեր, եթե աբաշխարած ես, կսե եթե իմ բադվիրաններս կործատրես, հոս կսե, եթե գոդրած ես, հետևաբար պետք չէ բավարարվենք ինքնության վերապերող իրականություններով, ապա պետք է նայենք մեր սիրտը այդ ինքնության հետ ինչքան շաղված առօրյան գաբրի, այդ է, որ Աստված չարդոներ, դարբեր է, երբ մեկը քեզի հետ խոսի, իր գարձիկը գուտա, կնաս գլուխը չարժել, որովհետև անոր մեջ բամը չես կնար փոխել։ Բայց երբ անձը քեզի հետ խոսի, կսես անգարելի է, չեմ ցկեր այդ մեկը լա, լման դարբեր գեցվածք է։ Այլևս տշնամին խնդիրը միան հետը չեղավ, նաև քեզի հետ եղավ։ Անոր համար լման փոխվեցավ եղելությունը։ Հետևաբար մենք պետք ունենք հսկելու, որ մեր սիրտերը Աստծո առջև եւ մեր կյանքի ընթացքին գոդրվածությունը իրապես ապրի։ Շինարարները ներքնաբես կցևավորվին իրենց ներքին սենյակին մեջ։ Գիշեք չէ դեր ինչ ասած է, ձեր ներքին սենյակի մեջ մտեք եւ աղոթեցեք։ Նեեմիա իր ղարքին ինչպես ասի չաջաբարեց գործը սկսելու ամիսներով 120 օր 4 ամիս աղոթ կրավ, որբեսի ներքնաբես հստակ հասկնա, հստակ գծակրությունը գծակիր ունենա Աստծո գադարելի գործին։ Եվ տեսեք, բոլոր անոնք, որոնք փորձառություն ունին, դերոջ ներկայության գենալով, իր մտքին գծակիրը իրենց սրտի մեջ ունենալով կալելու, Աստծո գծակիրը այսօրվա ջարդարաբետներուն գծակիրին չնմանիր։ Աստծո գծակիրը քու կալած ադենդ ինքը հետդ կկալե։ Յուրաքանչյուր փարսած ադենդ փարերդ ինքը գորոշե եւ վերջապես գործը կհսկե, որ հաջողության հասնի։ Եթե իր արժև գեցած ես, իր այոն արած ես, անիկա այլևս ոչ չլար։ Դեպաբար Նեեմիա աղոթ կրավ, դերոջ արժև գեցավ, խոստովանություն հրավ, մինչև իր սիրտը դերոջ կամքին հետ համացայն լա։ Ինչ բաներ եղան իր մեջ։ Դիտի խնդրեմ մեկ ադ ինձի չուրդակ։ Աղոթ կձոմ ընել է ետք ինչ փոխվեցավ, զգացումները Աստծո հետ համահունչ եղան, համացայն եղան։ Իր խորհուրդները մաքրվեցան, սրբակորձվեցան, այսինքն իր խորհուրդները քննադատություն, այբանանք, ադելություն, թադաբարդել, փոխվեցան, մաքրվեցան, սկսան Աստծո նպատակներուն համացայն դիտել եւ տեսնել։ Իր առաքելությունը հստակացավ ինչ միտեն է։ Ես մեծ թիվով հավատացյալներ գիտեմ, որոնք դարիներով դիրոջ հետ են, բայց հստակ չէ ինչ է իրենց առաքելությունը։ Գիտեք, ես օրը այս հարցումը չեմ արծուցած դերոջ, դեր ինչ է իմ առաքելությունս։ Չեմ արծուցած։ Ես հովիվալ չեմ ունեցած, որ իմ վրաս Մարգարեյանարը սեր, որ ինչ էր իմ առաքելությունս։ Ոչ ալ եղած եմ եկեղեցիի մեջ, ուր մարդիկ վրաս Մարգարեյանային եւ ասեին, որ ասե կոչումը, երբ Սուրբ Հոգին իմ կյանքիս մեջ եկավ, Սուրբ Հոգին հետ ամեն օր շաղվիլը եւ կյանքս մշակելը, մերսի։ Բնականաբար ինձ վստահություն դավ, ես քիծա առանց գրոնական որևէ հիմ ունենալու, հակառակ որ իմ 4 կողմս եղող հոգևորականներն մեկը չեր ամարցակեր այդ խոսքը ասել, որ ես սատանային թեմ գրնամ գենալ, գրնամ աղոթել, որ մարդիկ ազատագրվին, գրնամ աղոթել, որ մարդիկ բժշկվին, մինչև այսօր ալ դակավինս նույնը գնեմ, որովհետև ադիգա գիտեմ, իմ գոչումս եղավ, իմ առաքելությունս եղավ, այո, եկեղեցի եղավ, ուսում եղավ, տասեր եղան, եկեղեցիները բաժնվեցան, դարբեր ծառայություններ եղավ, բայց դակավի մեր առաքելությունը նույնը կմնա, Աստծո շնորհքը արձակել երկրի վրա, ասիկա շինարարի գործ է։ Գսե Հիսուս օրմելեր ելավ, Ղուկաս 6:12, բարձացավ աղոթելու համար եւ ամբողջ գիշեր Աստծո աղոթեց, աղոթելով անցուց։ Չեք զարմանար այս համարները գարտակն է։ Ամբողջ գիշեր օրը հարցուցի դեր։ Այսինքն հիանամ
ինչ փարգը կործածեիր, ինչ կսեիր հոր, որուն այդ օրը խռովություն չես ունեցած, օրը անհնազանդ չես եղած, օրը ծեր հարաբերությունը սև գետ չէ գրած վրան, ինչ կսեիր։ Ինձ իսավ աղոտքը կապված չէ փարերու հետ, աղոտքը կապված է ինչքան իրեն կապված ես։ Երբ իրեն կապված կնստիս աղոտքի, իր հավիտենականության մեջ կսկսիս իրեն հետ շաղվիլ, համացայնիլ, համահունչելալ։ Չես նկատեր, որ բարի բագաս ունիս, ինչպես սիրահարվածները չեն ցանցրանար իրար մե։ Բարձ օրինակ մնա դիգա Աստծո հետ մտերիմ հարաբերությունը չարդոներ, որ բարի բագասը լա։ Երրորդ կետ, գործը նախ ամբողջացավ իր սրտի մեջ։ Շատեր կփորձեն ընդհանրապես արտաքինը շինել, գործի մթուրսը շինել։ Շատ անգամ կապված կլան մարդոց սածին, մարդոց արչև շիդակ երևելուն։ Հիսուս չփնդրեց, Նեհեմիա չփնդրեց, Բողոս չփնդրեց, աշակերտները չփնդրեցին թուրսի արտաքինը շինելու հետ կապված։ Ուզեցին թուրսի արտաքինը շինվի, ինչպես ներսը Տերոջ խոսքը ասած էր։ Գիշեք չէ ելքի մեջ Տերը Մոսեսին քանի անգամ գրկնեց ամեն արիթով, գիտնալով ինչ պիտի լա։ Ճիշտ լերան վրա քեզի ասածիս պես պիտի շինես։ Եվ շինածը միան օրինակ մներ։ Աստված գիտեր, որ այդ շինվածը 2 անգամ, 3 անգամ պիտի կանթվեր։ Եվ վերջավորության կանթվել շինվել են 7 անգամ, դակավին միան մեկ օրինակ մներ մարտանալիք փրկիչին, որ մարմին պիտի առներ։ Բայց ասավ ճիշտ ասածիս պես պիտի ենես։ Չորրորդ շինարարները իրենք զիրենք կպատրաստեն նախքան գործը սկսին, աղոթքով, ձոմով, կսպասեն Աստծո առաջնորդությունը։ Ոս հարցս քեզի է, որ թուն հավատքի կյանքդ ինչպես գաբրիս։ Ես գիտեմ ամեն օր գարտնաս, կլվացվիս, մազերդ կնես, կերագուրդ կուտես, գործերդ կնես, գործի գերտաս, պատասխանատվություններդ կնես։ Թուն ասոնց մեկ կարևոր անցես, բայց արդյոք մորցած ես, որ թուն հավատացյալ ես, գանչված ես, ղրգված ես, բայց եւ այդպես հավատացյալը լալով, Սուրբ Հոգի մգրդություն ունենալով, լեզուներ ունենալով, քիծածը լալով, որ գանչված ես, թուն պիտի չճանչնաս, չհասկնաս, ինչ է անելիքդ, եթե ամեն օր աղոթքով իր արջև չգենաս, որ ներքին աշխարհիդ մեջ իր ցայնը լսես, բայց քեզի ասիգա ասեմ, ներքին աշխարհիդ մեջ, եթե իր մե 2 փառ լսես, չես կնար հրաժարիլ այլևս այդ փառերեն, կյանքդ անգամ մնալ ծառայության դաշտի մեջ նույնը չլար։ Անորամար, թուն քեզի հարց տուր, թուն ամեն օր իր արջև աղոթելու համար երբ կգենաս, ինչ է գետրոնացումդ, ինչու համար կգենաս, եւ ինչքանով իր առաջնորդությունը առնելով առօրյայիդ մեջ կբերես։ Շինարարները գշարժին Աստծո արակությամբ, իրենց քայլերը Աստծո արակությամբ կսկսի, անգամը որ իր սրդի մեջ ինք պատրաստվի, անգամը որ իր սրդի մեջ ինքը դեսնե, թե Աստված ինչ գնե, այլևս իր շուրջ գտնվող պայմաններուն համաձայն չի շարժիր։ Եվ որ այս հողը արի, բոլոր փովիվ բարեկամները սսին ասիգա ինչ է, լավ չէ, լեռնոտ տեղ է, բայց եւ որ սկսանք շտկել, բոլոր խոսքերը սկսան փոխվել։ Եվ որ լիփանան ամենադժվար ժամանակին շինելու սկսանք, լեցու նույնիսկ հավատացյալները, նույնիսկ սիրելիները,
Սկսան լեցուն ժխտական արդահայտությունները լալ, այս ժամանակին այս կորձը բեք չէ լա, բայց ադիգա ինձի չեր շարժեր, ոչ մեկ ծևով, որովհետև շատ ընդհանրապես Աստծո կորձին հագարակ խոսքը շատ դրամապանական գուկա, շատ մտահոգ ոճով գուկա, բայց մենք գիտենք, որ հայտնություն 12:10-ին համաձայն չարախոսը ինքը այդպես գարդահայտվի Աստծո թշնամություն բերելու համար։ Հետևաբար մենք պետք ունենք նախ դերոճմեն լսել, անգամը որ շինարարը դերոճմեն լսե, այլևս իր ընթացքը պայմաններեն գախյալ չլար, գիտե ինչ պիտի անի։ Կորձը սկսավ 4 ամիս աղոթել է հետ, 120 օր աղոթել է հետ, 52 օրեն վերջացուց այն կորձը, որ օրենքով պետք է մոտավորապես 3 տարի առներ իրեն հետ։ Զարմանալի է։ Ինչու շատեր չեն հաճողիր, որովհետև գագնգալեն արագ արդյունք։ Դեր դուր պետք է առնեն։ Դերոջ հետ հաղորդակցությունը հարաբերություն է սիրելիներ։ Դերոջմեն խնդրել եւ առնելը մեզի դրված է հարաբերության մեջ Երևան գուկա։ Եթե դուն հրաժարիս դերոջ հետ հարաբերություն մշակել, ուր քեզի եղած խոստումները, աստվածաշնչական խոստումները գհրճակվին յանքիդ վրա, միայն աղոթքդ ընդհանրապես աբարթույն դուրս կուկա։ Անորամար արագ արդյունքի մի երթար, որովհետև պետք ունիս։ Նաև որ հարաբերությունդ մշակես ամեն օր եւ արդյունքը ինչ որ ըլլատուն համացայն բիդլաս։ Ինչ ըլլա անոր մեզ զորավոր բիդի ըլլաս։ Շատ անգամ մարդիկ գբահանչեն շոշափելի հաջողություն իրենց կյանքի մեջ։ Անորամար Գետրոնացումնին իրենց ուզածը առնելու շոշափելիին կապված է։ Անորամար չեն գրնար շինել կծախողին գուսադին, որովհետև շինելը ներքին համբերություն գուզե, Աստծո քայլերով քալել գուզե եւ շարունակ Աստծո քայլերով քալեսն է 4 կողմի ցայները, միտքի ցայները պիտի թատրեցնես, պիտի ասես այսպես չուզեր դերը, այսպես գուզե դերը։ Առանց ներքնաբես ցևավորվելու կքալեն, անորամար չեն հաջողիր շինել։ Ներսի հետ գաբը խզած գլան, դուրսի պետքերով սպաղված գլան, անոր համար է որ չեն հաջողիր, բայց դերը գսե, եթե ծեր մեջ է մեկ ուզե աշտարակ մշինել, նախ չի նստիր եւ ծախսերը չի հաշվեր տեսնելու համար թե կորջը վերջացնելու չափ տրամ ունի։ Ասիկա նաեւ գվերապերի ոչ միայն տրամի, նաեւ գվերապերի պատրաստը լալու։ Իսկ հոգեվոր պատրաստությունը Աստծո հետ քալելով գլա Աստվածաշունչին համաձայն։ Հետևաբար եթե ցուն պատրաստվից դերոճմով, նույնիսկ եթե տրամ չունիս պիտի շինես, մենք տրամ չունեինք եւ շինեցինք։ Մինչեւ այսօր կշինենք, մեր ունեցածը եթե նայիս շատ համեստ գումարն է, բայց մենք արդեն 2.5 միլիոնը պիտի անցնի որ ծախսացինք։ Մեր հաշիվներուն եթե նայիս, մեր դարեգան հաշիվին երկու անգամը 2.5 անգամը մեր ամփոխ ամենալավ ժամանակը կյանքի աղբյուր եկեղեցին ինչքան ունեցած է եկամուտ դասանորդներով նվերներով այդ ժամանակին 2.5 անգամը ծախսած ենք դարեգան այս շինարարության հետ կապված եւ դա գավին մեր սիրելիներն են որոնք իրենց կարողության չափով նվերներով եւ Աստծո խոսքին համաձայն սիրտերը շարժելով գուտան Եթե Աստված չլարը սողը, այդ տրամը մեջտեղ պիտի չի կար, որովհետև գոյություն չուներ մեզի համար։ Բայց տրամը չի կար, բայց Աստված, որովհետև սավ իրեն հետ կալեցինք, եղավ բարձորեն։ Եթե հիմա բերեմ հաշվաբահները նստեցնեմ, եկող ամիսներուն, կորձերուն, ծրագիրները դան, որ գնենք եւ դերոջ համացայնությունը ունենք, բոլոր հաշվաբահները ոչ մի դսեն։ Սկսյալ մեր Ռաֆիեն։ Օրմա Ամերիկայի եւ Ամերիկա գարոյին հետ նստած կխոսեին կորձը պիտի սկսին գսելով կորձը գկալեր արդեն չափովը եւ ես ալ խոսածադենը սկսեի կարող
ինչ ունենք, այս ամիս ունենք օրինակի համար $150,000 վիթ վճարենք, $90,000 վիթ վճարենք ամսական, կարող գսեր նայր գիտեմ, պաստոր որ դերը քեզ հետ կխոսի հասկաց չունիմ, բայց իմ խելքիս մեջ դեղ չներ։ Չեմ գնար ընտրնել, որ ինչպես պիտլա, բայց իրեն փորձառություն եղավ այդ մեկը։ Այսօր հարցուր իրեն, ինք այդ փաշինը չսեր գսե հալելույա։ Որովհետև ինքը ծրակրող, որոշող, աշխատող մարդ է։ Թորկոմի նսերն է հաշիվ չերներ թորկոմը։ Ո վիդո դերը սա վիդեն է։ Եվ իմ այդ ինչ լավ են միասին։ Թորկոմը հավատքով գարնե, գարոնգերտա հավատքը կծակիրի մեջ կտնե։ Եվ Աստված իրենց գործն է։ Շինարարները ծախսերը գորոշեն, այսինքն ինչ քին պիտի վճարեն։ Կանոք հասկացավ։ Շինարարը այսպես չմտածեր, վավ, եթե այսպես պիտենեմ շաբաթը 3 օր պիտի դամ, 2 օր կմնա, ինչ պիտնեմ, ինչպես պիտնեմ, չէ, շինարարը գորոշե ինքը ինչ պիտի քին վճարի Աստծո։ Պայմաններեն գախյալ չլար, գսես ասպիտենեմ Աստծո համար, այս ժամանակը ունիմ, այսօրվա սերունդին համար շատ դժվար է։ Եվ հիմա նոր քրիստոնեական ամերիկյան մոդեցում կա, որ Աստծո ավելի բաներու արժեք պիտտաս, որ աստվածաշնչական չէ, թե մույսերը անհարկելի չեն, պետք է հարկենք, իրավունքներ են պետք է տանք, ընտանիքը, գործը եւ այլն եւ այլն։ Բայց գուզեմ նայեք նկատի առնես, որ այս աշակերտները բոլորը զավակ ունեին, բոլորը գիներ ունեին, բացի Հովաննեսը, բոլորը ցկեցին, բոլորը դուն չվերադարձան, բոլորը դուն չվերադարձան, իրենց դուն հասած լուրը մեկումը գլուխին գդրվիլներ, մեկումը մաշկը պետտվիլներ, մույսին ցերքերը գոդրվիլներ, մույսին խաչվիլներ, մույսին գլուխ գդրվիլներ։ Եվ ասիկա շարունակվեցավ ու կշարունակվի 2000 տարի է, քին վճարելու հետ կապակ ծապար իրեն գորոշեին ինչ քին պիտի վճարեն։ Օրհնողները միայն ներգաբահը հաշիվ գնեն, գվայելեն։ Հիմա ինչ օծություն կա, հիմա ինչ օրհնություն կա, հիմա ես ինչ պիտի սկամ, հիմա ինձի ինչ պիտի լա, հիմա ես ինչ պիտի արնեմ, երուկ հավատացյալ են։ Մեկը օրհնող մտածելակերպ ունի, մյուսը շինարար, շինարարը օրհնողը լալե չի բացիր, մեր քալիք օրերուն նյութերում մեջ պիտի տեսնենք։ Բողոսի մասին հետևյալը գսե այբ Կորինթացիս 3:10 6-րդ կետ գսե Աստծո ինձի դված շնորհքին համաձայն ոչ իմ արած ուսումից, խելքիս, կարողությանս ես որպես փորձառու ջարդարաբեդ հավատքին հիմը թրի Աստծո շնորհքով ուրեմն ինչ երերը շիները հիմ թրերը բայց ուրիշն է որ անոր վրա պիտի շինե ամեն ոք ըսկուշ պետք է լա սակայն թե ինչպես կշինե միան չկարոզեց հիմ դրավ իր սիրտը գուզեր իր նյութով մարդիկ հիմերը հասկանան եւ իրենք քարոզը ապրելու փորձառությունը ունենան իրենց առօրյայի մեջ ոչ թե միայն քարոզը լսեն գիտեք դեր Հիսուս ինձ միշտ ասած է շարունակ կսե ամենազորավոր քարոզը փրկության քարոզն է միայն մեկ հատ քարոզ կա որովհետև բոլոր մնացած քարոզները մեր անձը փրկության ջամփում մեջ շիտակ քալելու դաստիարակություն ուսուցումներ ցուցմունքներ են շինարարը միայն ցանկերուն չի թփչիր հաբա ցանկերը կգերդե եւ կհաստատե որ Աստծո արքայության մեջ գարենան աշխատիլ այսօր ինչ է քու գոչը Ինչ կսե քեզ Աստծո խոսքը Աստված չի բարձրացներ միայն քաչալերողները քարոզիչները օրհնողները անգը բարձրացնե շինարարները անոնք են որոնք փեր կգրեն աղոթքով կգենան փեր կգրեն ծառայության դաշտի մեջ աղոթքով կգենան կյանքի բոլոր հանգրվաններուն համար Գարդոնեն, որ Աստված իրենց ներսիտին աշխատի, իրենց ներսիտին փոխե, իրենց դեսագետը, իրենց մոդեցումը, իրենց համոզումը դարբեր նյութերու շուրջ գերդե,
եւ գերդեն աղոթելով դեր ինձի փոխե ես գուզեմ փոխվիլը չոքներ պիտի հանդիպիս իրեն հանդիպելուց հետ հավիտենական կյանքը որում մեջ կա բժշկություն օրհնություն զորություն լեցունություն քեզի կթփչի եւ հրաշքը կգադարվի սիրելիս լավ հասկացիր գաղաչեմ իրեն աղոթելով իրեն կորց մի դար չի քալեր այդ ռոբոտիկ սիստեմը երկինքի մեջ Աստվածաշունչի մեջ չկա դեղմը որ ակնարգե խնդրե իր մենքը գնե առանց որ իրեն այդ հարաբերություն ունեցած լաս իրեն այդ հանդիպումն է որ հրաշքը կգադարե իրեն այդ հանդիպումը առօրյա մտնոլորտը գդիրաբետվի երկնայինով այդ մտնոլորտի մեջն է որ հրաշք կլա եթե այդ մտնոլորտը չդիրե WhatsApp մեսեջները աստծո հետ լուծում չեն ուներ Եվ հավատացյալներս պետք ունենք հասկանալու, որովհետև ամեն անգամ որ մտնոլորտ շինելով մեր առօրյան գաբրինք, մենք ավելի կրնանք արդյունք բերել հոգևոր կյանքի մեջ։ Հակոբոսի մեջ ինչ կսե, Հակոբոս 1:22 այդ բադվիրանները լսելով մի կողանակ, այլ գադարեցեք զանոնք, այլապես դուք ցեզ խապած կլաք։ Ստագ է մեզի Ուրեմն այսօր դու բավարարված ես օրհնություններով, օրհնություն առնելով, որևէ կորձի հաջողությունով։ Գրնաս դու հաջողիլ որևէ ժամանակ մեկ օրհնությամբ Աստծո։ Բայց դու հաջող ես կամ հաջող չես, կասկածելի է։ Որովհետև այսօր հաջողեցար, բադահեցավ, լեցուն պատճառներ կան, վաղը գրնաս դու նույն անձը ցախողիլ։ Բավարարված ես օրհնությամբ օրունիս թեգանչված ես շինելու եւ շինվելու արդոնած ես որ Աստված կորձե շինե ներսիտիդ ամեն օր եւ գարդոնես որ շինվիս տուն ամեն օր թե անչափահասորեն միան արդակինին գետրոնացած ես աղոտներդ միան արդակին առօրյա պետքերուդ հետ կապված են Նեեմիա բարիսպը չվերջացուց 52 օրվան մեջ Նեեմիա 4 ամիս դերոջ արչև գեցած ադեն ներքնաբե շինվիլը արդահայտվեցավ 4 ամսվա մեջ 4 ամիս դերոջ արչև գեցավ 52 օրվա մեջ արդահայտվեցավ բայց այդ 52 օրվա մեջ իր արդահայտվածը եթե նայիս ինչպես ժողովուրդը եկավ ինչպես չեղած բանը գդարվեցավ ինչպես իշխանները իրենց դունին արչև ամեն մարդ շինեց Եվ կորձը գադարվեցավ, հետևաբար Աստված նախ սիրտդ կշինե և վերջը պայմաններդ։ Եկ ասով սկսենք մեր համակումարը, այս գետրոնացում ունենանք և մենք արիտ տանք, որ դերը մեր սիրտին մեջ աշխատի։ Եվ գխնդրեմ, սա չի նշանագեր, որ մենք չխնդրենք դերոչմեն աղոտքով, խնդրեցեք աղոտքով, բայց ձեր աղոտքը ընելը և ելլելը թող չլա հիմնականը, հաբա թող որ իրականության մեջ ձեր իրեն այդ մդերմություն և հարաբերություն շինելը լավ։ Գիտեք, ես շատ անգամ աղոտքի գենամ առանց աղոտելու, չեմ աղոտել։ Շատ անգամ իշած եմ ուրիշներու և ասած եմ, որ դեր աս ներգայությունը վայլելը ավելի քեղեցիկ է, քան քեզի հետ աղոտքի բարերով կամ փառքտնելով խոսիլը։ Նույնիսկ մարդկային չափանիշով զույգեր, սիրահարվածներ կտեսնես, կխոսին, հետո կպատտվի, բնության մեջ կտեսնես։ Ինչքան գաբը երբ ամփոխչանա մոդիկությունը գլա։ Հետևաբար Աստծո հետ շատ անգամ մենք կրնանք վայելել այդ մեկը, որ արդեն հարաբերությունը հասնի խոսքերեն անտին, գուզեսեն անտին, իրական հավիտենականության մեջ մեր ունենալիք միությունը կհասնի դիրելու այսօրվա մեր առօրյային վրա։ Ամեն։ Դեր օրհնեցես մենք։